ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Անհետ բռնի անհետացած։ Մեզ կոտորել Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել եք։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզատնել, մենք չենք կզել։ Դուք կներկայանաք։ Տեխնացի որտեղ եք աշխատում դուք, որտեղ եք աշխատում, չէ ասա որտեղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, ուրեմն լսեք ինչն եմ քանդում, դուք ովքեր եք, եթե դուք ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք, եթե դուք ռոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացուներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, Սերժինել եմ կզացնելու, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, հիմա եմ անել, կզացնել եմ և կզացնելու եմ, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնել եմ, կզացնելու եմ, ես հայ եմ, հայ եմ պետությունում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեր ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել, ես հարի, ինձ էր ասած, ինձ ռոբը դուք, ասյակներով ես բավարաչափով ձեզ լսեցի, ուրեմն, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու եմ, դուք եք կզեք, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե մի գնա, ռոբը Սերջը, և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի, ուրեմն են մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով պախել են պատերազմին, մեր երեխեքին են տքել են, մեր երեխեքին են լքել են, ռոբիներ են կզացնելու, Սերժիներ են կզացնելու, կալուգացուներ են կզացնելու, գագոյներ են, մի լավ բան անեի, 8 տարի հնարավորություն եք, առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլիարդ, քո հետ խոսալություն եմ, ես եք բան չեք եկել, կանգնեք ասպետի լսեք, ես կանգնեք և ասում եմ, կանգնեք և լսեք, կանգնեք և ես ասում եմ, են Ղարաբաղի ակցենտով, մի րոպե, են Ղարաբաղի ակցենտով, լսեք, ես Ղարաբաղի ակցենտով, որ մասկետով, մի րոպե լսեք, մի րոպե սպասեք, Ղարաբաղի ակցենտով, մի րոպե սպասեք, շատ լավ ես ճանաչում, մի րոպե, ասում եմ, ռոբիտ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ, չոքացնելու եմ, ողորմել եմ դուք ու ասում եմ, երկիր ենք սարքում, տանիքին ենք սարքում, դուք եք կանդել, Ղարաբաղով թարանել եք, և ես ասում եմ, ենք Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեց այս տահակներ, այդ փախածներ, այ մեր երեխեքին
հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեցքը, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուկ, չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը, Բարև ես պարոն վարչապետ, Նիկո, վարչապետ, մի հատ դրանից տուր, Նիկո ջան, Նիկո, վարչապետ, Նիկո, վարչապետ, Կոխանում եմ, չեմ ջղայնա, պիկապը ուր է ժողովուրդ, մի հատ ուզում է նկարվել չստացվեց, գլնի, նկարվի, Ժողովուրդ, ես նախորդում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր Զուգայանում մարդ չի սպանվելու։ Եվ մենք համբերատար և լսում են, որ գալիս է ինչ ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք էլ մեր ասելիքը պետք է լսեք։ Այս ելեք իմ ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակների ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, նատ կամերայի դեմից են կոմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, ով որ մեր հայրենիքը ձերի տարել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով են սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ գաք ասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովրդը չկարենա դուզ գա, դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ, 2 բառ նախադասություն անել, գլխից կգրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվել, հատ մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղե, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղե, Ղարաբաղը պատանդա եղե, որ Հայաստանը այդ ծխած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ,
ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պետք է կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրան ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մեկ ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը իր ոչ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության են աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն,